Շնորհակալություն, հարգելի ներկաներ, իսկ այժմ իր խոսքով կներկայանա Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Տիկին Մարիեթա Տոմիկյանը, հրամեցեք։ Շնորհակալ եմ, ողջունում եմ ձեզ հարգելի արորդիներ։ Դարից ավել է մեզանից խլել են մեր հայկական հողերի մեծ մասը։ 110 տարի է ձգտում ենք ապացուցել, որ եղել է ցեղասպանություն եւ ցեղասպանության միջոցով խլել են մեր հողերը։ 110 տարի է համայն հայությունը աշխարհի տարբեր մասերում կազմակերպում է երթեր, ցույցեր, որպիսի արթնացնի մարդկության խիղճն ու հիշողությունը։ Աշխարհը լսում է եւ լռում։ Արդարադատությունը մնում է կույր, իսկ ոճրագործներն անպատիժ։ Եվ ցավոք սրտի, մինչև այժմ մենք տեսնում ենք, որ այն կրկնվում է։ Սիրիա, Դարֆուր, Կամբոջա, Պաղեստին եւ Արցախ։ Եվ դեռ 3 էր, որ մեր հարազատ եղբայրներին, քույրերին արցախահայությանը բռնի տեղափոխեցին իրենց հողերից։ Ինչպես Թումանյանն է ասում, Բերան առնոտ մարդակերը 1000 տարում հազիվ դարավ մարդասպան։ Քանի դեռ ցեղասպանները չեն դատապարտվել, այնտեղ կունենա կրկնողություն։ Հայությունը այլ երկ չունի։ Նա չի կարող մոռանալ իր հայրենիքը, որտեղ ապրել եւ արարել է, եւ մարդկային վաղնջական ժամանակներից սկսած։ Ուրեմն հենց այդ պատճառով հայությունը շարունակելու է իր համար եւ աննահանջ պայքարը։ Հայի արարչական ոգին աննվաճ է եւ զորեղ։ Շնորհակալ եմ։